Ինչպես դուք կնկարագրեք Քիմ Քարդաշյանին, ավելի ճիշտ նրա նկարագրելուց ինչ մասնագիտություն նրան կտաք։ Նա հայտնի է դարձել որպես դերասանուհի, You said something like, it just came to me. որպես մոդել, որպես երգչուհի, որպես ֆոտոմոդել, ռեալիթի շոու աստղ, ով է նա։ Ասում են, որ նա ուղղակի ոչինչ է, բայց պարզապես հայտնի եւ հարուստ կին է։ Եկեք այսօր կոտրենք այդ կարծրատիպը, քանի որ Քիմը դարձել է դերասանուհի։ Ողջույն, բարի գալուստի Մալիք, ես Անահիտն եմ, մենք վաղուց չէինք հավաքվել միասին, որպեսզի քննարկեինք Հոլիվուդում տեղի ունեցող իրադարձությունները եւ մենք վերադառնում ենք։ Քիմը, մեր սիրելի Քիմը, մեր ազգի հպարտությունը կամ հպարտությունը, ով ինչպես ուզում է թողանկալի, համենայնպես ես սիրում եմ Քիմին, բայց այնպես չէ, որ գլխիս վրա դրած պահում եմ, բայց Քիմը որոշել է դառնալ դերասանուհի եւ նկարահանվել է հեռուստասերիալում։ Հեռուստասերիալ, որը ֆինանսավորվում է Disney եւ Hulu-ի կողմից, իսկ գլխավոր պրոդյուսեր եւ ռեժիսորը Ռայան Մորֆին է։ Թվում է Ռայան Մորֆին ունի արտակարգ աշխատանքներ եւ դժվար է գտնել նրա գործերի մեջ ինչ-որ մի չստացված ֆիլմ կամ սերիալ։ Եկեք հիշենք թե Ջեֆրի Դամերը, Մոնստերը, Էդ Գրեյնի մասին հորոր սերիալը եւ թե Կարալիևա Կրիկը։ Ոնց կլինի հայերեն։ Ռայան Մորֆին ունի հիանալի սերիալներ, թվում է թե նրա այս սերիալը, որը որ նա համատեղ նկարահանում է Քիմ Քարդաշյանի հետ, պետքա լավ լինի։ Եկեք բարձենք պետքա լավ լինի թե չէ։ Եթե 2 տասնամյակ Քիմ Քարդաշյանը եղել է ռեալիթի շոուների ամենահայտնի անուններից մեկը, եւ այս անգամ նա նկարահանվել է հեռուստասերիալում։ Սակայն քննադատները Քարդաշյանի նոր նախագիծը All Square անվամբ իրավաբանական դրաման որակել են որպես հեռուստատեսության դեմ ուղղված հանցագործություն։ Հայտնի պրոդյուսեր Ռայան Մորֆիի կողմից ստեղծված սերիալում Քարդաշյանը նկարահանվել է այնպիսի հայտնիների հետ, ինչպիսիք են Գլեն Քլոուզը, Սարա Փոլսոնը, Նաոմի Ուոտսը, Նենսի Նեշը եւ Թայանա Թեյլորը։ Սերիալի առաջին 5 սերիաները, որոնք ցուցադրվել են Disney-ում եւ Hulu-ում, եթեր են հեռարձակվել լայնածավալ գովազդային արշավներից ամիսներ անց։ Times-ի խմբագիր Ben Dowell-ը սերիալը նկարագրել է որպես հնարավոր է երբևէ նկարված ամենավատ հեռուստասերիալը։ US Today լրագրողը սերիալն անվանել է տարվա ամենավատ արտադրությունը։ Շատ քննադատներ նույնպես խստորեն քննադատել են Քարդաշյանի դերասանական խաղը։ The Hollywood Reporter-ը նշել է. Քարդաշյանի խաղը զգացմունքներից զուրկ է, անզգացմունքային եւ բացարձակապես արհեստական։ Նրա խաղը նման է սցենարին, անհետաքրքիր եւ ձանձրալի։ Guardian-ը գրել է. Ես չգիտեր, որ դեռ հնարավոր է հեռուստատեսությունն այսքան վատ դարձնել, բայց սխալվում էի։ All Square-ը բացարձակապես սարսափելի է, անհասկանալիորեն վատ է։ Քննադատությունը չի սահմանափակվել միայն արևմտյան մամուլով։ Indian Today-ը հայտարարել է. Սա իրավական դրամա չէ, այլ պարզապես ցուցադրական, բայց անիմաստ նորաձևության ցուցադրություն։ Պատմությունն ավելի շատ դիմահարդարման եւ սանրվածքների ու զարդերի մասին է։ Լրագրողը սերիալին տվել է կես աստղ։ Դիտողների մեկնաբանությունները նման էին քննադատներին։ Շատերը Քարդաշյանի ներկայությունը գլխավոր դերում համարել են անիմաստ։ Սոցցանցերի օգտատերերը թողել են մեկնաբանություններ, ինչպիսիք են նրա դերասանական խաղը անշուշտ է եւ միապաղաղ։ Նա պետք է դադարի դեմքին անընդհատ դիպչելու։ Սերիալը Rotten Tomatoes կայքում քննադատների կողմից առաջին շաբաթներում ստացել էր 0% հավանության վարկանիշ։ Այնուհետև բարձրացել 3%-ի, իսկ հեռուստադիտողային գնահատել է 66%։ Էլի վատ չէ։ Ստացվում հայ Քիմի կարիերան դերասանական, առաջին անգամ չի որ Քիմը ֆիլմում է նկարվում, սա նորություն չի, պարզապես միշտ եղել են էպիզոդիկ դերեր։ Այս սերիալը չփրկեց ոչ մի բան, ոչ պրոդյուսեր ռեժիսորը, ոչ Քիմ Քարդաշյանի ներկայությունը եւ ոչ էլ Օսկարակիր դերասանների արկայությունը, քանի որ սցենարը տապալված էր։ Ես նստեցի ու նայեցի։ Սերիալը, ինչպես ասացի, փաստաբան կանանց մասին է։ Սա դրամա է։ Կանայք, ովքեր միշտ աշխատել են սպիտակամորթ եւ հարուստ տղամարդկանց մոտ, փաստաբանների մասին է խոսքը, որոշում են առանձնանալ եւ բացեն իրենց կանանց գրասենյակը, որտեղ կլինեն միայն կին փաստաբաններ եւ կպաշտպանեն կանանց շահերը, ապա հարձանի դեպքում։ Քիմ այդ փաստաբանների շարքում է։ Կարելի ասել թե գլխավոր հերոսը այս սերիալի հենց Քիմն է։ Ամբողջ շեշտը դրված է
Քիմ Քարդաշյանի վրա։ Ամենտեղ պրոմո ակցիաները, գովազդները, հարցազրույցները նրա շուրջ են հավաքվում։ Որպեսզի փորձեն այս սերիալը բարձրացնել մի փոքր վերև, այսինքն դիտողականություն ունենա, անգամ Քիմ Քարդաշյանի The Kardashians սերիալում reality show-ում հրավիրվում են սերիալի աստղերը։ One of Glenn's most iconic roles that everyone has seen except for one. Where are they? When I host a party, I actually like the guests to come inside. Where are they? Unbelievable. Oh, here they are. I need a drink, guys. I can only have one because two, I've become another person. All right, let's get our martinis so we can have a toast. Cheers. Cheers. Fatal Attraction. Oh my God, Cheers. Yes. I just think this group of women is sensational. Ladies, let's wrap it up. Come on, here we go. Here we I'm go. already drunk. But I need another. What do you need? You want another one? Yeah. Okay. She wants another Glenn Close. Gluck. Another martini, please. My name's Glenn. Goodbye, guys. Բայց սա էլ չի փրկում։ Ոչ մի գովազդային ակցիա չի փրկում, ոչ մի արշավ չի օգնում, որպեսզի այս սերիալը հավաքի մի փոքր դիտողականություն, ճիշտ է։ Առաջին 3 օրի ընթացքում սերիալը հավաքել է 3 միլիոն դիտում Disney ալիքում, սթրիմինգային սերվիսներում, բայց դա չի նշանակում, որ դրանք լավ արձագանքներ են ստացել, պարզապես այնքան շատ է եղել քննադատությունը սերիալի շուրջ, որ մարդիկ ուղղակի որոշել են տեսնել լավ այդ խի են քննադատում ու գնացել են նայել են։ Ես էլ եմ նայել, բայց միայն առաջին սերիան։ Հիմա հասանել է 5 սերիա, ես միայն մի սերիան եմ նայել ու նման ձանձրույթ չկա սցենար։ Սցենարը տափակ է։ Եթե ես տամ իմ 6 տարեկան երեխային ասեմ Լևոն ջան, գրի փաստաբանների մասին որևիցե մի սցենար, մի պատմություն, ինքը կբռնի կգրի դա։ Չկար հետաքրքիր ոչ մի բան, որ դու լարվես, մտածես լավ տեսնես այս աղջկան ոնց են օգնելու որ ապահարզան ստանա այս մարդուն։ Այնքան ամեն ինչ ճտու հեշտ է, չկա տենց բանապահարզան հեշտ չի այնել Ամերիկայում։ Այնտեղ մարդիկ նախընտրում են տարիներով իրար հետ ապրել չամուսնούν, որտեղ եթե հանկարծ բաժանվեն, դա երկար տարիներ գնացող process է։ Չի լինում այնց հեշտ, ոնց որ նկարագրված է ֆիլմում, սերիալում։ Ու մի բան, որ ինձ դուր եկավ այս սերիալում, դա միայն իրենց հակու կապն է, ոնց են իրենք հագնվել փաստաբանները, որովհետև շոքեղա, սերունա, ընտիրա։ Ու ինչպես նկարագրում են շատ կինո քննադատներ, այս ֆիլմը ավելի շատ նման է պոդիումի, որտեղ կանայք եկել են ցույց տալու իրենց կուտյուրային հագուստներն ու զգեստները, այդքան էլ նման չի ֆիլմի, սա միայն հագուստի բրենդների գովազդի է նմանվում։ Ու ցավոք կա նման բան։ 5 սերիա չկարողացա դիտել, միայն առաջին սերիան անել կեսից անջատեցի, հասկանալով որ լավ մեղք եմ, ես ժամանակը կարամ ծախսեմ ուրիշ սերիալի վրա, ավելավա ես նորից դնեմ Friends-ը նայեմ սկզբից, կանց թե այս դեբիլությունը։ Շատ վիրուսային են դարձել Քիմի հարցազրույցները, պրոմո արշավները, դառնում են մեմեր, ծաղրում են Քիմի մտավոր ունակությունները։ And you're a big fan of jacket potato, aren't you? Who? Do you like a jacket potato? What is that? I really want to know if you like a jacket potato. I don't know. I don't know what a jacket potato You don't know what jacket potato is? What is a jacket potato? It's a potato cooked in the skin. Oh, I love that. Yeah. What's your filling? What filling do you like in a Sour jacket? cream and butter. Oh, sour cream and Maybe butter. bacon bits. Oh, lovely. You're making me feel hungry. Ինչ խոսք սերիալում Քիմի խաղը անեմոցիոնալ է, առանց էներգիայի, առանց որևէ հետաքրքիր զարգացումների, բայց Քիմը գտել է ձևը, որպեսզի պատասխանի հեյթերներին, նա պարզապես մեկնաբանել է, որ սա հիանալի սերիալ է, որը 3 օրում հավաքել է համարը 3 միլիոն դիտում եւ տեղադրել է Rotten Tomatoes կայքի կրիտիկների, քննադատների տոկոսը, քանի տոկոս է դա 0%, ամենաքիչն է, սա ռեկորդային է եւ ինքը անգամ հպարտությամբ է դա նշել։ Սա ինչ է նշանակում, որ Քիմին ընդհանրապես չի հետաքրքրում հեյթը։ Ընդհանրապես նա մտել է իր աշխատանքն արել է, իր գումարը ստացել է, վերջ բոլորը կրկին խոսում են նրա մասին եւ միմիայն այդ քննադատությունից ելնելով մարդիկ գնում եւ նայում են սերիալը։ Կարող է չեն հավանում, բայց հո նայում են։ Կարևորը նայելն է։ Ինչն է պետք սթրիմինգային ծառայությունները, որպեսզի իրենց հաղորդումները, սերիալները, շոուները նայվեն եւ դա արվում է։
Ինչի գնով դա ընդհանրապես կապ չունի։ Դա շոու բիզնես է, դա Հոլիվուդն է։ Այնտեղ what PR-ն է PR։ Նույնը ինչպես Մեգան Մարքլի պարագայում։ Մեգան Մարքլը Netflix-ում թողարկեց իր 2 շոուները With Love Megan։ Առաջինը դիտեցին, լավ քննադատեցին, երկրորդն էլ թողարկեցին, քանի որ պայմանագիր արդեն կնքված էր։ Մեգանը ստացավ երկրորդ սեզոնի թողարկման հնարավորությունը, թողարկեց, բայց դիտումներն այնքան քիչ էին։ Ու ավելի երկրորդ սեզոնում անգամ քննադատություններ չկային, որտեղ դիտումները չափից դուրս քիչ են եղել։ Իսկ քանի որ պայմանագիրը կնքված է Netflix-ի հետ, վատ խոսեն, լավ խոսեն, չխոսեն, մարդկանց պետք է որպեսզի դիտեն։ Մեգանը թողարկում է 3-րդ եթերաշրջանը, որը այդքան էլ 3-րդ եթերաշրջան չի, այն ուղղակի նվիրված է տոներին, ամանորին։ Հուսով եմ, որ այս մեկը լավ կլինի, չնայած որ ինձ շատ ա դուր եկել Մեգանի 2-րդ եթերաշրջանը, With Love Megan-ի իրոք լավն է։ Ոնց եկանք հասանք Մեգանին, եթե ձեզ հետաքրքրի Մեգան Մարքլը եւ Քեյթ Միդլտոնի մասին պատմությունները, վերջին դեպքերը, գրեք մեկնաբանությունում, անպայման իրենց էլ կանադառնանք, քանի որ Մեգանը եւ Քիմը կապված են իրար հետ։ Այդ թե ինչպես են կապված Մեգան Մարքլը եւ Քիմ Քարդաշյանը, մենք կպարզենք հաջորդ հոլովակում։ Չմոռանաք հետևել ալիքին, սեղմ մեկ լայքի կոճակը եւ գրեք մեկնաբանություններում արդյոք դիտել եք ամեն ինչ արդար է։ TV show-ն, հեռուստասերիալը, ինչ եք կարծում, արդյոք լավ դերասանուհի է Քիմ Քարդաշյանը, քանի որ Քիմը որոշել է կանգ չառնել։ Նա դառնալու է դերասանուհի, հունվար ամսին նա սկսել է նկարահանել իր սեփական ֆիլմը։ Ինչ լավ մնացեք, մենք շատ շուտով կհանդիպենք։